Երբ ցույլ էի տալիս մտքիս անցնել է բոլոր հնարավորություններով, թե որտեղ կորած կլիներ 15 տարեկան աղջիկն, սարսափում էի։ Ամենափոքր քուրս էր կորել։ Նրան առավոտ շուտ, երբ ծնողներս տարել չէին համոզրով տնից դուրս են տարել, եւ ոնց ենք մենք մինչեւ մագնում այդ տուն երբեք չենք իմանա։ Ոստիկանությունը ձերբակալեց մարդուն, ով դա արել էր, եւ քննիչներն ու ոստիկանները գտան որոշ նրա մասունքներ մի քանի մետր խորության վրա։ Դատը ամենավատն էր իրադարձություններից։ Իմ մոտ մնացել են շատ սարսափելի պատկերներ, եւ ես նորից էի ապրում այդ մղձավանջը։ Այդ ժամանակահատվածում հայրս պայքարում էր քաղցկեղի դեմ եւ նա մահացավ այնպես էլ չիմանալով, թե նա որտեղ էր։ Որոշ տարիներ անց մայրս էլ նույնպես մահացավ, ես 35 տարեկանին մոտ էի եւ ինձ որբ էի զգում եւ դավաճանված։ Ես կարծում եմ, որ Աստված ինձ լքել էր, որ նա թույլ տվեց, որ այս ամենը պատահեր։ Մոտ այդ ժամանակ էլ ես հրաժարվեցի թմրանյութերը օգտագործումը վերահսկելու փորձից։ Դա ինձ համար չափազանց շատ էր այն ժամանակ, որ պետք է ավելի լուրջ օգնություն ընտրեի։ Ես թափ էի տարուց ավել եւ անցել էի բոլոր 12 քայլերը իմ կարողությունների մաքսիմալ աստիճանով։ Բայց ես մեկը պայքարում էի եւ տանջվում էի։ Ես չէի հասկանում ինչի։ Եթե ես բոլոր քայլերը անցել եմ, ինչու է ես այդպես զգում։ Ես նստեցի ու նորից կարդացի այդ 12 քայլը, ինչի մասին էր ամեն քայլը կարծելով, որ կա մի կետ, որում ամեն ինչ, որը կարող է անել, չարեցի։ Եվ հասա 6-րդ քայլին եւ չէի կարող հիշել Աստծուն անկեղծ խնդրելը, որ ինձնից վերցնի իմ կախվածությունը։ Ես որոշեցի, որ կանեի հենց դա։ Ես մտածում էի, ես չգիտեի ինչ էի սպասում, որ կպատահի։ Ես ինձ մտածում էի, եթե ես կանգնած լինեի, Աստծո առաջ ինչ կասեի եւ ինչ կխնդրեի, եւ ես մտածեցի, որ ես նրանից ուղղակի կխնդրեի այս ամենը վերցնել եւ շնորհակալություն կհայտնեի։ Ես այդ կարող եմ անել եւ փոխարենը ես այս բանին լսեցի այս հարցը։ Եվ այդ հարցն էր. արդյոք դու թույլ կտաս, որ վերցնեմ դա։ Եվ ես հասկացա, որ ես արել եմ ամեն ինչ, որ ազատվեմ իմ թշվառությունից։ Եվ այդ հարցից հետո լրիվ փոխվեց իմ ապակին մանուխությունն իմ կյանքում։ Վերջերս իմ լավ ընկերներից մեկը պատմել էր ինձ աֆրիկյան ասացվածքի մասին, որն ասում է, եթե չկա դև քո ներսում, դրսում դևը չի կարող մեզ վնասել։ Եվ ես ապրում եմ այն, եւ ես հաղթահարել եմ իմ ներսի դևերին, իսկ դրսում արդեն ոչ մի բան կարևոր չէ։